Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործչի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Ողջույն, Փակ TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Դոկ կուսակցության պատգամավորի թեկնածու ոստիկանության բարձրաստիճան սպա Աշոտ Մկրտչյանը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV ալիքին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Մկրտչյան, սկսենք հանրությանը հուզող հարցից։ Շատերը մտածում են, որ Վարդան Ղուկասյանը իր թեկնածությունը չի դրել։ Շատերը մտածում են, որ ինչպես է նա մասնակցելու ընտրություններին, եթե նա հիմա գտնվում է բանտում։ Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջի համարից նրա անունը ջնջել է։ Դուք ինչ կասեք որպես Դոկ կուսակցության պատգամավորի թեկնածու։ Ինչ մանրամասներ կհայտնեք մեր հանրությանը, որպեսզի հանրությունը ավելի տեղեկացված լինի։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար։ Ուրեմն այսպես, Վարդան Ղուկասյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միգրացիոն բանտում, եւ Վարդան Ղուկասյանը հնարավորություն չունեցավ անձնագրային բաժնից ոստիկանության վերցնել տեղեկանք։ Այդ իսկ պատճառով կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց Վարդան Ղուկասյանի թեկնածությունը, սակայն դա չի նշանակում, որ Վարդան Ղուկասյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու կամ վարչապետ։ Դա չի խանգարում անգամ իրեն բանտում գտնվելը։ Ինքը կարող է լինել եւ այստեղ գիտեք, ստեղծվում է մի տեսակ անհավասար պայման։ Ես էի ուզում ասել, որ բոլոր կուսակցությունների վարչապետի թեկնածուները իրենց կողքին են, առաջնորդում են։ Իսկ Վարդան Ղուկասյանը բանտում է, մի տեսակ անհավասար պայմաններ են։ Այո, համաձայն եմ, դրա մասին եմ ասում, որովհետև անհավասար պայմաններ են ստեղծվում, մեր վարչապետի թեկնածուն պարոն Ղուկասյանը գտնվում է բանտում, իսկ մնացած վարչապետի թեկնածուները այսօր իրենց կարոզարշավն են անում, ժողովրդի մեջ են եւ այլն։ Բայց մենք հզոր ենք, մենք ունենք մեծ պոտենցիալ, մենք գտնում ենք, որ կարող ենք հասնել հաջողության եւ մեր հաղթանակի շնորհիվ պարոն Ղուկասյանը կազատվի բանտից, կվերադառնա Հայաստան եւ կգլխավորի կուսակցությունը եւ մեր պետությունը, ղեկավարի կդառնա վարչապետ։ Այդ հնարավորությունները կան եւ մենք տեսնում ենք դա։ Պարոն Մկրտչյան, նաև ժողովրդի մոտ այսպիսի կասկած կա ՀԱԿ քաղաքապետարանի ընտրություններից հետո։ Հիմա էլ ասում են, որ եթե Շեմը հաղթահարի Դոկ կուսակցությունը, իր ձայները տալու է Նիկոլ Փաշինյանին։ Ինչու են այդպես մտածում եւ դուք անձամբ ինչպես կարձագանքեք։ Ես չգիտեմ ինչու են այդպես մտածում, լսել եմ իհարկե նման կարծիք, բայց ուզում եմ հավատացնել բոլորին, մեր ընտրողներին, մեր համակիրներին, որ նման բան հնարավոր չի տեղի ունենալ։ Դրա մասին խոսել է մեր կուսակցության ղեկավարը, պարոն Ղուկասյանը, բազմից հայտարարել է, որ մենք չենք միանալու ոչ ներկայի, ոչ նախկին իշխանություններին։ Եվ մենք հայտարարել ենք, որ եթե պետք է անցնենք միայն անցողիկ շեմը եւ ազդեցություն չունենանք ազգային ժողովում, մենք հրաժարվենք մեր մանդատներից, որովհետև մեր պայքարի ճանապարհը մենք կփոխենք։ Դա բացառվում է միանալ որևիցե ուժի։ Միանշանակ ասում եմ եւ մեր ընտրողները թող լսեն եւ իմանան, որ մենք չենք միանալու ոչ մի
այլ ուժի։ Այսինքն ձեր ընտրողները վստահ լինեն, որ դոկ կուսակցությունը իրենց ընտրությունը չի փոշիացնի, իրենց տված ձայները չի փոշիացնի եւ իրենց տված ձայները չի տալու գործող իշխանությանը։ Միանշանակ դա այդպես է, այո։ Թող համոզված լինեն եւ վստահ լինեն դոկ կուսակցությունը ինչ հայտարարություն տարածում է, ինքը հայտարարած հայտարարության տերն է։ Պարոն Ղուկասյանը ինչ որ ասում է, իրեն խոսքի տերն է։ Մենք ինչ որ խոստանում ենք ընտրությունների ընթացքում մաքուր լինել, խոստանում ենք կաշառք չբաժանել, խոստանում ենք ազնիվ լինել, ընտրություններում կեղծիքներ չանել, մենք մեր խոսքի տերն ենք լինելու։ Պարոն Մկրտչյան, դուք ասեցիք, որ հաղթահարելի շեմը եթե անցնեք, քիչ տոկոսը, այսինքն ձեր համար 4%-ն է։ Դուք ձեր մանդատները վայր կդնեք։ Մենք պետք է լինենք ցածր տոկոսներով, իմաստ չի ունենա այնտեղ։ Այսինքն դուք ուզում եք այս ընտրություններում կազմել ազգային ժողովում մեծամասնություն։ Մենք պայքարում ենք դրա համար, այո։ Այո, մենք պայքարում ենք առաջին իսկ փուլով լինել մեծամասնություն եւ ձևավորել կառավարություն։ Իսկ եթե օրինակ լինի երկրորդ փուլ, այս պարագայում ինչ կորոշեք։ Երկրորդ փուլ կմասնակցենք ընտրություններին հաղթելու նպատակով նույնպես։ Շատ լավ։ Դուք քանի որ ոստիկանության բարձրաստիճան սպա եք, ուզում եմ խոսենք ոստիկանությունում ձեր ընտրվելուց հետո ինչ բարեփոխումներ եք իրականացնելու։ Որովհետև հիմա տեսնում ենք, որ իրավապահները, պատկամարմինները, ոստիկանական բոլոր համակարգերը եւ ոստիկանները կարծես թե այդքան էլ իրենց տեղում չեն, եթե ճիշտ բնութագրենք, էլի։ Եթե չէ, դուք ճիշտ եք բնութագրում, իրականում իրենց տեղում չեն։ Մենք տեսնում ենք հանցագործությունների աճ, մենք տեսնում ենք վթարների քանակությունը տարեստարի ավելանում է ամսի ամիս եւ մահերի թիվն են ավելանում մահացած մարդկանց, դա ցավալի է։ Դա ոստիկանության ոչ աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպումն է։ Իհարկե մենք ունենք բարեփոխումների ծրագիր ոստիկանության ընտրվելու դեպքում մենք իրականացնելու ենք այդ ծրագիրը։ Ես մի առիթով ասել եմ, որ ոստիկանությունում բարեփոխումը դա համազգեստի եւ մեքենայի փոփոխություն չի, միայն փոփոխությունը չի։ Ոստիկանությունում արմատապես փոփոխությունները, համակարգային փոփոխությունները պետք է լինեն առաջինը ոստիկանության ապաքաղաքականացումը։ Մենք համարում ենք, որ ոստիկանությունը չպետք է ծառայի անձին, մեկ անձին կամ անձին, այլ ոստիկանությունը պետք է ծառայի ժողովրդին։ Ոստիկանությունը կորցրել է վստահությունը ժողովրդի։ Մենք տեսնում ենք ինչ է կատարում այսօր ոստիկանությունը ում է ծառայում, դա ակնհայտ է։ Ինչպես եք այդ վստահությունը, ինչպես դուք ասեցիք, ժողովրդի մոտ նորից վերականգնելու ոստիկանների նկատմամբ։ Ասեմ ձեզ, ասեմ, եւ ոստիկանությունը չպետք է դառնա հաշվեհարդարի գործիք։ Բացակ։ Պետք է սոցիալական պայմանները ոստիկանության բարելավի, աշխատավարձերը պետք է նորմալ բարձրացվի եւ ըստ պաշտոնների ըստ դիրքի պետք է ստանան համապատասխան աշխատավարձներ բարձր։ Ցածր աշխատավարձ ստացող ոստիկանը եւ վատ սոցիալական պայմաններում աշխատող ոստիկանից չես կարող պահանջել լավ աշխատանք, որակյալ աշխատանք եւ այդ կարգի։ Իսկ պետք է նաեւ այստեղ բժշկական ծառայությունը, սոցիալական, բնակարանային հարցերը ոստիկանության պետք է լուծել, թոշակառուների բնակարանային հարցերը նաև չպետք է անտեսել նաև ոստիկանության թոշակի գնացած անձանց։ Այսօր շատ ոստիկանության թոշակառուներ, ես գիտեմ, որ մեքենա են վարում տուն պահելու համար աշխատավարձի բացակայության պայմաններում թոշակը չի բավարարում եւ ստիպած տաքսով վարորդ են դառնում։ Ցավալի է տեսնել ոստիկանության սպային տաքսող եկին։ Հասկանում եք։ Որ դուք աշխատած եք լինում ոստիկանությունում,
Եվ գիտեք ինչ ճանապարհ է անցել մարդը բարձրաստիճան սպայի եւ այսօր ոստիկանություն սպան տաքսի է վարում։ Եվ պետք է ոստիկանությունում պայքարենք կոռուպցիայի դեմ։ Մենք լսում ենք, շատ ենք լսում կոռուպցիա ոստիկանությունում։ Պետք է խիստ պատիժ սահմանվի կոռուպցիոներ ոստիկանի հանդեպ։ Ոչ միայն աշխատանքից ազատվելու ուրեմն պատժով, այլ նաև քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի ոստիկանը։ Կաշառք վերցնող ոստիկանը տեղ չունի ոստիկանությունում։ Նրա տեղը քրեակատարողական հիմնարկն է, միանշանակ։ Պետք է ստեղծենք կրթական, մասնագիտական նոր համակարգ կրթական։ Ոստիկանների համար։ Ոստիկանների համար, այո։ Ինչ է ստացվում։ Այսօր բարեկային ծառայությունում աշխատում են պատասխանատու աշխատանք է բարեկային ծառայությունը, շատ պատասխանատու եւ պարտականությունները շատ են, ինչ որ իրենք ոչ բոլոր պարտականությունների մեջ են իրենց ակտիվ, սովորում են ոստիկանական ակադեմիայում 6 ամիս, չէ, 6 ամսով, ինչ որ կուրսեր, քաղաքացուն վերցնում են, տանում են ոստիկանական ակադեմիա, ինչ որ բաներ են սովորացնում, բերում են, տալիս են ուրեմն համազգեստ, զենք եւ ասում են դու ոստիկան բարեկ պետք է աշխատես։ Դրա համար էլ արդյունքը բարեկների սա է աշխատանքի։ Ես դժգոհ եմ բարեկային ծառայությունից, որպես ոստիկան, տեսնում եմ ինչ է կատարվում։ Իմ մոտեցումը բարեկային ծառայությանը մի քիչ այլ է, ես այո, չեմ ուզում դրա մասին հիմա խոսել։ Ոյ, պետք է ոստիկանը սովորի ուժ չկիրառել։ Գիտեք, իմ աշխատած տարիներին ղեկավարների մոտ մենք տեսնում ենք, որ ղեկավարը ինչ ձևով է աշխատում, մենք վերցնում ենք այդ տապ աշխատանքի ձևը։ Այսինքն դա փորձի փոխանակում էր։ Անապատկերացնում եք, ավագ սերնդից երիտասարդ սերունդը պետք է վերցնի։ Օրինակ էին ծառայում եւ այո, այսօր փորձի փոխանակում ես չեմ տեսնում, որովհետեւ մի անգամից կտրեցին ավագ սերնդին, բերեցին երիտասարդներ, որոնք այն փորձը չունեին։ Քաղաքացու հետ աշխատելն էլ է բարդ։ Եվ անձնակազմի հետ աշխատելն էլ է բարդ։ Դե իհարկե տարբեր մարդիկ, տարբեր բնավորության։ Այնպես չի որ ծառայական մեքենայով եկաք, նստեցիք աշխատասենյակում, ասացիք, թե այսպես պետք է լինի, ոչ։ Պետք է անպայման հոգեբանությունը հասկանալ մարդու։ Ամեն մարդուն մոտենալ յուրովի ըստ իրեն, ուրեմն։ Եվ փոփոխությունները շատ են ոստիկանական համակարգում լինելու, կուզեի նշել նաև ոստիկանական մարմնում ստեղծել անկախ վերահսկողական մարմին։ Դա էլ է կարևոր։ Պետք է աշխատենք ստեղծել այնպիսի ոստիկանություն, որ ժողովուրդը հարգի սիրի, այսինքն հեղինակությունը ոստիկանության պետք է բարձրացնենք ժողովրդի մոտ։ Հիմնականում սա է, որ քաղաքացիների հանդեպ պետք է լինեն սիրալիր, հարգալից։ Մենք տեսնում ենք, ինչ զոհով են բերման ենթարկում մարդկանց, զոհված ազատամարտիկի ծնողներին, դա մեր ազգին եւ մեր ժողովրդին հարյուր չի, եւ մեր ոստիկանության հարյուր չի։ Իհարկե նրանք կատարում են հրաման տվողը իհարկե ճիշտ չի։ Մեղմ ասած։ Այդպես։ Եվ կարևոր է մեր կյանքում շատ կան զորբաներ, շատ կան հանդիպում են կյանքում քրեական մշակույթ ունեցող անձինք եւ այն մարդիկ, ովքեր պայքարում են քրեական մշակույթի դեմ, շատ ժամանակ համագործակցում են քրեական մշակույթ վարող անձանց հետ, մշակույթով ապրող անձանց հետ։ Պետք է բացառել։ Ես չեմ ընդունում քրեական մշակույթը եւ միշտ պայքարել եմ հանցավորության դեմ։ Քրեական մշակույթով ապրող մարդիկ միգուցե կան նորմալ, որոնք չեն աչքի ընկնում իրենց, ուղղակի ներքին իրենց բանն է քրեական մշակույթի, բայց էլի չի ընդունվում, էլի քրեական մշակույթն է քրեական մշակույթ։ Հանցագործում եմ հանցագործ։ Շնորհակալ եմ, փաստորեն։
Փաստորեն ձեր ոստիկանական բարեփոխումները այն մասին են ամենակարևորը, որ ոստիկանը հարգի ժողովրդին, իսկ ժողովրդի մոտ վստահությունը նորից Ավելանա վստահությունը վերականգնվի ոստիկանի հանդեպ, այո, դա շատ կարևոր է։ Մենք ունենանք նորմալ ոստիկանական համակարգ, նորմալ պետություն, որովհետև ոստիկանությունը պետական ապարատի այն հենասյուներից մեկն է, որի հիման վրա կառուցվում է պետությունը։ Շատ լավ։ Դերես ոստիկանության մասին այսքանը։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100,000-ավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Պարոն Մկրտչյան, Դոկ կուսակցությունը ունի, ինչպես ձեր պատգամավորի թեկնածուներն են իրենց հարցազրույցներում նշում, շատ նախընտրական ծրագրեր, որոնցից ձեր նշելով ամենակարևորը Արցախի վերադարձն ու արցախցիների վերադարձն է իրենց հայրենիք։ Այս մասով դուք ինչ կասեք անձամբ։ Այս մասով ես կասեմ հետևյալը. Արցախցին պետք է ապրի Արցախում, Արցախը պետք է լինի հայկական, այսինքն կա հայկական, ներողություն եմ խնդրում պետք է համար, բառիս համար, Արցախը կա հայկական եւ Արցախցին պետք է վերադառնա եւ ապրի իր տանը։ Վերջերս լսեցի տեխնացուներից մեկի ազգականը արտահայտվել էր, որ Արցախցին այո պետք է ապրի Արցախում, սակայն ադրբեջանական անձնագրերով։ Ես չմեկնաբանեմ, թե դա ինչ է նշանակում, մեր բոլորս հասկանում։ հասկանում։ Այն թեզն է, որը որ ադրբեջանցիներն են առաջարկում։ Ինչ որ ուզում են ադրբեջանցիները, Աննա։ Հենց դա եմ ասում, որտեղ արցախցիները տեղահանվելուց առաջ Ալիևը ադրբեջանցիները ասում են կարող եք մնալ, ուղղակի ստանալ ադրբեջանական անձնագիր։ Նույն բանը այսօր ասում է այն ուրիշ տեխնացուի ազգական, որը մենք լսում ենք, Արցախցին պետք է ապրի Արցախում Ադրբեջանը։ Դա Ադրբեջանի ցանկությունն է այդպես, որպեսզի աշխարհով մեկ ինքը ասի, տեսեք, մենք հայերի հետ բարեկամներ ենք, խաղաղություն, այսպես ճակերտավոր չէ, եւ Արցախցին ապրում է Արցախում, մեր հողի մեջ, Արցախը մեր կազմում, մենք խնդիր չունենք, դա իրենց քաղաքականությունն է։ Դրանով մենք ջուր ենք լցնում նրանց տվարած քաղաքականության ջրաղացին։ Մենք դեմ ենք դրան, այդ մոտեցմանը, եւ մենք գտնում ենք եւ դրա մասին նաեւ բազմիցս նշել է մեր կուսակցության ղեկավար պարոն Ղուկասյանը, որ Արցախցին պետք է ապրի Արցախում։ Մեր ընտրվելու դեպքում, իշխանություն ձևավորելու դեպքում մենք ունենք այդ պոտենցիալը, այդ իրավական բոլոր հնարավորությունները, որպեսզի Արցախը վերադարձնենք Հայաստանին եւ Արցախցին ապրի իր Իհարկե հայկական անձնագրերով։ Միայն հայկական անձնագրերով, եթե Արցախը միանում է Հայաստանին, դառնում է հայկական պետություն։ Արցախը մեր հայկական պետությունն է։ Մենք չանցնենք պատմության ճանապարհներով, բոլորը դա լավ գիտեն։ Ադրբեջանցիներն էլ լավ գիտեն, աշխարհն էլ լավ գիտի, բոլորն էլ գիտեն, պատմությունը չի կորում։ Մեզ մոտ են ուզում պատմությունը վերացնել, պատմությունը մոռացնել տալ, բայց ժողովուրդը չի մոռանում պատմությունը։ Պարոն Մկրտչյան, խոսենք ձեր առաջնորդի մասին, Վարդան Ղուկասյանի մասին։ Այո։ Նրա բնավորության լավ ու վատ կողմերից ինչ կարող եք ասել, որպեսզի ժողովուրդը ավելի մոտիկից ծանոթանա Վարդան Ղուկասյանի բնավորության գծերին։
Դեք Վարդան Ղուկասյանը այսօր դարձել է խորհրդանիշ անհնազանդության, ազգային արժանապատվության պահպանման խորհրդանիշ է Վարդան Ղուկասյանը։ Դա անժխտելի է, դա իրականում այդպես է։ Վարդան Ղուկասյանը երբեք չի փորձում ուրիշների մոտ հաճանալ, խոնարհվել։ Ինքը հակառակը փորձում է իր համոզմունքը պահպանել եւ մնալ հավատարիմ իր համոզմունքին։ Վարդան Ղուկասյանը ունի բազմաթիվ լավ կողմեր, նրա մասին կարելի է տարբեր կարծիքներ ունենալ, կարելի է երկար խոսել, բայց չի կարելի չնկատել նրա ազդեցությունը այսօրվա մեր իրավիճակին քաղաքական եւ կյանքի եւ նրա պայքարի կամքը։ Նա պայքարող անձ է, տեսակ է, մարդու տեսակ է եւ ունեմ ավակ ընկերներ, որոնք ասում են կարևորը մարդու տեսակն է։ Ես գնահատում եմ այդ խոսքերը, իրականում մարդու տեսակն է կարևոր։ Վարդան Ղուկասյան մարդու տեսակը այսօր հազվագյուտ է մեր առօրյայում, որպես քաղաքական գործիչ, որպես հայրենասեր, որպես մարդ։ Կարող է հենց դրա համար էլ Վարդան Ղուկասյանը այսօր գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների բանտում։ Կարող է լինել, այո, Վարդան Ղուկասյանը խանգարում է։ Ում է խանգարում։ Մենք կարող ենք դա հասկանալ։ Ձեր կարծիքով ում է խանգարում, եթե իհարկե գիտեք ում է խանգարում։ Թույլ տվեք չպատասխանեմ այդ հարցին։ Իհարկե գիտեմ։ Ում մեկ պատասխան չի, մի քանի պատասխան են եւ մի դրվագով չի խանգարում, մի քանի դրվագով Վարդան Ղուկասյանը շատերի կոկորտին կանգնած ոսկոր է։ Եվ ամեն ինչ արվում է, որպեսզի Վարդան Ղուկասյանը մինչև ընտրություններ բանտից դուրս չգա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման դեմոկրատ երկրում այսօր չի պահպանվում այդ դեմոկրատությունը, մեղմ ասած, եւ խախտելով իրենց օրենքները, միջազգային օրենքները, մարդու իրավունքների եւ Վարդան Ղուկասյանին ապօրինի ձևով պահում են բանտում եւ դա ոչ թե բանտ է, այլ Վարդան Ղուկասյանը կրում է պատիժ։ Բազմիցս մենք ասել ենք դրա մասին, Վարդան Ղուկասյանը կրում է պատիժ։ Այո։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար, եթե ինչ-որ բան ունեք ավելացնելու, կարող եք ավելացնել։ Ավելացնելու թերևս կոչ ժողովրդին։ Կոչ, այո, ավելացնելու թերևս կա կոչ ժողովրդին ես կանեմ իհարկե։ Կոչ եմ անում գնալ տեղամաս, հարգելի ժողովուրդ, ըստ ձեր սրտի կատարել քվեարկություն, բայց անպայման գնալ ձեր փոխարեն, որպեսզի չքվեարկվի։ Եվ ասել եմ եւ նորից կասեմ, ստուգեք ձեր բնակարաններում գրանցված անձանց քանակությունը, որպեսզի ուրիշ մարդիկ չգրանցվեն, հետո գրանցումից դուրս չգան եւ չմասնակցեն ընտրություններին։ Կատարեք ձեր ընտրությունը, գնացեք տեղամասեր։ Թերևս այսքանը։ Եվ ցանկանում եմ նաեւ ավելացնել, որ հարգելի ընտրողներ, մենք համայնքական ճակատ կուսակցության հետ համատեղ վերցրել ենք այս պայքարի ճանապարհը եւ անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի միասին հաղթենք ընտրություններում եւ ձևավորենք նոր կառավարություն։ Մեր կուսակցության ղեկավար պարոն Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Դերևս այսքանն է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր ԴՕԿ կուսակցության падգամավորի թեկնածու ոստիկանության բարձրաստիճան սպա Աշոտ Մկրտչյանը։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV ալիքին։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով
բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100,000-ավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։